Պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել Ղարաբաղյան կողմին։ Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ։ Հայ-գերմանական համագործակցության քննարկում աշխատանքային այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության փոխդեսպանը։ Գործազուրկների շարքը կհամալրվի 15-ով Հայ-Փոստ փակbaşնետիրական ընկերության Գյումրու փոստային մասնաճյուղը լույսարվում է։ Աշխատանքային տետրերի գործածումն արգելված է, այս և մի շարք այլ ծախսեր Շիրակի մարզի դպրոցականների ծնողները չեն կատարել։ Այսօրի մարզային թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առայն, թե Իբր Ղարաբաղ ադրբեջանական հակամարզորդների շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել Ղարաբաղյան կողմին։ Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ։ Չնայած վերոնշված փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների։ Ադրբեջանը նախօրեին ևս 6 զոհ է ունեցել, իսկ հակառակորդի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները, սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրացանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով։ Եվ չնայած կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարը, հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 10 անգամ։ Հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արկերից, ականանետերից և նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց։ Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների։
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական և Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի վերջին օրերի դեպքերը։ Պանորամա.am-ին Տոնոյանը մասնավորապես ասել է. Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցան քաղաքացիական զոհեր և 94 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, գծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է։ Իմ խորին համոզմամբ նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը։ Իսկ ռազմի ֆոն հրապարակել է լուսանկարներ պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան հատվածի ռազմական օբյեկտներից մեկի տարածքից, որը սեպտեմբերի 25-ին հրետակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից, ինչի հետևանքով զոհվել էր 4 զինծառայող, ևս 16-ը վիրավորվել։ Այս ընթացքում Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահներին է հանդիպել ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի արտգործնախարար Իվիչը։ Նրան տեղեկացրել են շփման գծում բռնության վերջին ալիքի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների մասին։ Դաչիչը խստորեն դատապարտել է վերջին էսկալացիան, ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով առավելագույն զսպվածություն դրսևորել ու աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ ԵԱՀԿ գործող նախագահը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի աշխատանքին և վերահաստատել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի առաջխաղացման և վստահության ամրապնդման վերաբերյալ նրանց կոչը։ Դաչիչը հավելել է, որ երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումն այդ ուղղությամբ լավ քայլ կլինի։ Աննա Գրիգորյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հրետակոծման հետևանքով վիրավորված 2 զինծառայողի վիճակը կայուն ծանր է։ Նրանք գտնվում են վերակենդանացման, 2-ը հիվանդասենյակում են։ Այս մասին այսօր ԿՏՄ-ի թղթակցին ասել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Նրա խոսքով դեռևս վաղ է խոսել նրանց դուրս գրվելու մասին։ Հիշեցնենք, որ կոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122 մմ հրետանային միջոցներ, հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահուժերին, այլև նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին։ Այսօր ԿՏՄ-ի փոխանցմամբ 3 Տավուշի մարզի Պարավաքար գյուղում խաղողի այգիներում հակառակորդի կրակոցներից վիրավորվել է 38-ամյա տղամարդ։ Այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից, տեղեկացնելով, որ Հայաստանի
Հանրապետության քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել հակառակորդի կրակոցներից թեթև վնասվել է տղամարդու ոտքը։ Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը, դրանց խաղաղ կարգավորման ուղղված վիթխարի ջանքերին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի։ Այս մասին նախագահը հայտարարել ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Սերժ Սարգսյանի կարծիքով միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի հրավիրված գագաթնաժողովը և այս համատեքստում Հայաստանի նախագահը խոսել է նաև սահմանային վերջին միջադեպի մասին։ 2004 թվականից Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելության մաս է կազմում։ Մեր խաղաղապահները հենց այդ թվականից սկսել են ծառայությունը Կոսովոյում, հետագայում նաև Իրաքում։ 2010-ից Աֆղանստանում ենք, 2015-ից 20 այդ երկրում մասնակցում ենք վճռական աջակցություն առաքելությանը։ Of the Republic of Armenia. Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորման ուղղված վիթխարի ջանքերին, խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում է մնալ փխրուն և խոցելի, ընդգծել Սարգսյանը։ Չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե աշխարհագրության, թե քանակական և թե որակական իմաստով։ Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում, կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում։ Հայաստանն այժմ որպես խաղաղապահ ներկա է նաև Լիբանանում և Մալիում, իսկ վերջերս ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեմપ այդպիսի սարքերի վնասազան հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը։ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել Միացյալ Նահանգների, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը։ Պետության ղեկավարն այդ առիթով հատուկ շնորհակալություն է հայտնում։ Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի, թե մեծ և թե փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահպանությունը այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը։ Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր այն առավել ամրապնդելու համար։ ԱԿՆ
Վկայական այդ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ։ Հայաստանի աշխարհում խաղաղության ապահովմամբ զբաղված գործընկեր պետություններին։ Շնորհակալ եմ։ Արկադի Գրիգորյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի վարչապետ Մատեո Լորենցիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, թե համատեղ ջանքերով երկու երկրները կարող են որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև գործակցությունը Եվրամիության շրջանակներում արձանագրել է, որ վերջին 4 տարում չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն մեծացել է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր Հայաստանի համար կարևոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդության հաջորդ քայլերը համակարգելու հարցով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը։ Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդության հաջորդ քայլերը համակարգելու համար։ Բոլոր համանախագահ երկրները Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի խաղաղ և բանակցությունների միջոցով կարգավորմանը, գրել է նա։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և զրուցել հայ-ադրբեջանական սահմանի բռնության վերջին դեպքերի և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է երկրորդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մամլոյցարայությունը։ Շրջայցի նպատակն է եղել տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Պաշտպանության նախարարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել նոր կառուցվող շինությունները անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքը։ Աշխատանքային այցի շրջանակներում Սերյան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները։ Անխախտելի եղբայրություն 2015 ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ռազմական շրջանի զինծառայողները ժամանել են Հայաստան, այս մասին Հարավային ռազմական շրջանի մամլոյցարայությանը տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ աղբյուրի անխախտելի եղբայրություն 2015 զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը։ Ռուսաստանը կներկայացնի մոտ 100 խաղաղապահ և 10 միավոր ռազմական տեխնիկա։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում անխախտելի եղբայրություն 2015-ի ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի համատեղ զորավարժությունների նախօրեին կենտրոնական ռազմական շրջանի խաղաղարար ջոկատի զինծառայողների համար անցկացվում են մշակութային ժամանցային միջոցառումներ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացված Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխում առաջընթացը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով ստացված տեքստը բարձր որակի է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, ասված է ԵԽԽՎ-ի հայտարարությունում, որն ընդունվել է 3 Ստրասբուրգում վեաժողովի աշնանային լիագումար նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։ Հանձնաժողովը նմանապես ողջունում է փաստը, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են հանրաքվեի միջոցով և այն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցել հանրաքվեին և դրա մաս կազմող խորհրդակցություններին։ Հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներում որոշ հարցեր քաղաքական առումով վիճելի են և բուռն քննարկվում են Հայաստանի հասարակությունում։ Քաղաքական համակարգի ընտրությունը Հայաստանի քաղաքացիների խնդիրն է և միայն նրանք պետք է որոշեն դա առաջիկա հանրաքվեին։ Հետևաբար հանձնաժողովը կոչ է անում քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին երաշխավորել ժողովրդության ամենաբարձր չափանիշներին համապատասխան հանրաքվեի անցկացումը, ասված է հայտարարությունում։ Կառուցողական, գործնական և զարմանալիորեն շատ անկեղծ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է բնութագրել Բարակ Օբամայի հետ 2 տարվա ընթացքում առաջին լիարժեք հանդիպումը ՄԱԿ-ի կենտրոնակայանի այսպես կոչված ռուսական սենյակում աշխարհի 2 գերտերության ղեկավարների դեմ արդեմ փակ բանակցությունները տևել են գրեթե 90 րոպե։ Քննարկման առանցքում իհարկե Սիրիան և Ուկրաինան են եղել։ Թեմաների շուրջ ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահը, կողմերը տարօրինակ կերպով ունեն համընկնող կարծիքներ, սակայն կան նաև հակասություններ, որոնց շուրջ նախագահները համաձայնել են միասին աշխատել։ Երկարատև ընդմիջումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև Նյու Յորքում կայացած հանդիպումը կարող է կողմերի միջև լարվածության թուլացման ճանապարհի սկիզբը
դառնալ։ Պետքարտուղար ջոնքերին հայտարարել էր, որ կողմերը կփորձեն պայմանավորվածության գալ գլոբալ մարտահրավերներին հակազդելու վերաբերյալ։ Սա սկիզբն է մեր ջանքերի, որոնք ուղղված են հակամարտության իջեցման ճանապարհներ հայթայթելուն։ Միևնույն ժամանակ վերլուծաբանների սպասումները հանդիպումից մեծ չեն։ Քարնեգի հաստատության փորձագետ Փերի Քեմեքի կարծիքով Ռուսաստանը փորձել է հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնել Սիրիայում իր ներկայությունը։ Ես արմատական բեկում չեմ սպասում, սակայն հույս ունեմ, որ սա գործընթացի սկիզբը կարող է լինել։ Հատկանշական է, որ ՄԱԿ-ի իր ելույթում նախագահ Օբաման արդեն իսկ անուղղակիորեն պատասխանել Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահային աջակցելու պահանջին, նշելով, որ չի կարելի հաշտվել անօրինականության հետ ավելի վատ ապօրինության վտանգի պատրվակով։ Այդ տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք Բաշար al-Ասադին նման բռնապետների, որոնք բառային ռումբերով ռմբակոծում են անմեղ երեխաներին, քանի որ այլ ընտրանք ավելի վատն է։ Հակազդելով Օբամային, Վլադիմիր Պուտինի ելույթում նշվել է, որ խաղի կանոնները Մոսկվայի կարծիքով փոխվում են առանց Ռուսաստանին դրա մասին տեղյակ պահելու։ Աշխարհում ստեղծվող իրավիճակին արդեն անհնար է դիմանալ։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության դեմ պայքարի հետագա ընթացքին հանրային դիվանագիտության և հանրային կապերի գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Սթենգելն ընդգծել է, որ այն իր մեջ ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, կրթական և լրատվական։ Իսլամական պետություն խմբավորումը որսում է երիտասարդների առաջին հերթին անհատական կապ հաստատելով։ Ոչ ոք չի դառնում ծայրահեղական YouTube-ի տեսահոլովակից։ ՄԱԿ-ի անդամ պետությունները դեռ կշարունակեն պայքարել ահաբեկչության դեմ, իսկ մինչ այդ խաղաղության օրինակ են ծառայում Նյու Յորքում միասին հավաքվելով։ Աշխատանքային այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության փոխդեսպանը, նա հանդիպել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Փոխդեսպանը քաղաքապետին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանի կտուրի վերանորոգման ծրագիր, որը կֆինանսավորի Գերմանիայի դեսպանատունը։ Գրադարանի կտուրը քայքայված է ու վերանորոգման կարիք ունի։ Համագործակցության շրջանակներում Գյումրիում տեղի կունենա համր ֆիլմի պրեմիերա, որը կուղեկցվի Գերմանիայի ժամանած դաշնակահարի կատարումով։ Այլ ծրագրեր ևս նախատեսվում է իրականացնել Գյումրիում։ Հիացած եմ, որ գտնվում եմ Գյումրիում, շատ խիտ ծրագրված այցով։ Այս անգամ մանկական գրադարանի վերականգնողական աշխատանքներ ենք ֆինանսավորելու։ Դրանք փոքր
դրամաշնորհային ծրագրերով ենք իրականացնելու։ Հայ-Փոստ փակուժնետիրական ընկերության Գյումրու փոստային մասնաճյուղը լուծարվում է։ Այս մասին մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ընդամենը օրեր առաջ, այն դեպքում, երբ գործատուն պարտավոր է պայմանագիր լուծել աշխատակցին զգուշացնելով 2 ամիս առաջ։ Ըստ նախնական տվյալների Գյումրու մասնաճյուղը կմիանա Լոռու մասնաճյուղին, դառնալով մեկ միասնական հյուսիսային մասնաճյուղ։ Հայ-Փոստ փակուժնետիրական ընկերության Գյումրու փոստային մասնաճյուղում աշխատանքային վերջին օրն էր։ Տրամադրությունն էլ ճամփրուկային։ Մասնաճյուղի ավելի քան 15 աշխատակից համաձայնված պայմանագրերի վաղվանից կհամալրեն գործազուրկների շարքը։ Վարչապետը գալիս է Գյումրի ու հայտարարում է աշխատատեղերի ավելացում, որ Շիրակի մարզը պետք է կարողանան իրենք ոտքի կանգնեցնել, բայց այս տեսակին իրենք ոտքի կանգնեցնում, գործազրկություն ավելացնելով, արձագաղթ ավելացնելով, Գործատուն պայմանագրերը լուծարելու մասին աշխատակիցներին տեղեկացրել է օրեր առաջ։ Այն դեպքում, երբ գործող կանոնակարգի համաձայն պարտավոր է այդ մասին զգուշացնել 2 ամիս առաջ։ Փոխարեն գործատուն պարտավորվել է վճարել նաև դրա դիմաց։ թե ինչու են իրենք այսպես շտապ լուծարում կատարում, առանց նախորդ 2 ամիս առաջ մեզ զգուշացնելու կամ եւ այլն, ճիշտ է պայմանագիրը արդեն լուծարված համաձայնագրերի մեջ նշված է, որ իրենք հետ փոխհատուցում են, բայց այստեղ այդ խնդիրը չէ։ Այստեղ խնդիրը այն է, որ ինչու Գյումրի փոստային մասնաճյուղը լուծարել։ Գյումրու մասնաճյուղը Լոռուն միացնելով և մեկ միասնական հյուսիսային մասնաճյուղ ստեղծելու արդյունքում 2 մարզի փոստային բաժանմունքների աշխատանքները կկանոնակարգվեն ու կղեկավարվեն Սպիտակ քաղաքից, որտեղ և կտեղակայվի նորաստեղծ մասնաճյուղը։ Գյումրու մասնաճյուղի աշխատակիցներին առաջարկվել է նոր պայմանագրեր կնքել ու աշխատանքը շարունակել Սպիտակում։ Առաջարկը որքան էլ անհրաժեշտ, այնուամենայնիվ խնդիրներ է հարուցել։ Եթե բոլորով գնանք Սպիտակ աշխատելու, տեղում կաշխատենք, նույն աշխատանք կատարենք տեղում, եթե այնտեղ այդքան հաստիկներ ունեին իրանք։ Չհաշված Գյումրի Սպիտակ ճանապարհի հեռավորությունը, Գյումրի Սպիտակ տրանսպորտի աշխատանքը։ Գյումրու փոստային մասնաճյուղի աշխատակիցների խոսքով ամեն ինչ սկսվեց ընթացիկ տարվա հունիսի 1-ից, երբ Գյումրու փոստային մասնաճյուղի կայության տակ անցան մարզի բոլոր տարածաշրջանների փոստային բաժանմունքները։ Մասնաճյուղը Գյումրու 19 փոստային բաժանմունքի փոխարեն սկսեց աշխատել մարզի 98 բաժանմունքի հետ։ Հնգապատկված, վեցապատկված այդ աշխատանքը մենք կատարում ենք լրիվ էլի նույն աշխատակազմով։ Ոչ աշխատողների ավելացում է եղել, ոչ աշխատավարձի ավելացում, մենք նույն եռանդով
աշխատել ենք, որպեսզի կարողանանք գործերը կարգավորենք, ամեն ինչի մի բերենք։ Դժգոհությունները շատ են, կատարված միավորումների իմաստն էլ անըմբռնելի։ Մասնաճյուղի տնօրեն Թորգոմ Գևորգյանն էլ կիսաբաստռներից այն կողմ փորձում էր իրավիճակը հասկանալ ու շտկել մայրաքաղաքի ժամանած պատասխանատուների հետ։ Կիսաբաց դուռն էլ փակվեց։ Ավելի քան մեկ ժամ տևած քննարկում խորհրդակցությունից հետո տնօրենը սկսեց ինչ-որ բան հրահանգել աշխատակիցներին։ Որոշված էր Շիրակի և Լոռու մարզերի փոստային մասնաճյուղերը կմիավորվեն։ Կառուցվածքային փոփոխության շրջանակներում Գյումրի փոստային մասնաճյուղը միավորվում է Հյուսիս մասնաճյուղին։ Այսօր իրականացվում է աշխատանք է տարվում, երևի նկատել եք, որ հանձնվում է փոստային մասնաճյուղը և միավորվում է Հյուսիս մասնաճյուղ։ Հեղափոխություն տեղի չի ունեցել, թե փոստային երկու մասնաճյուղերի միավորումն իր հետ ինչպիսի փոփոխություններ կբերի, դեռ հայտնի չէ։ Փոփոխության արդյունքում մեր բնակիչները, կլիենտները ոչ մի տարբերություն չեն զգալու։ Այսինքն ինչպես որ նամակներն եկել են, նամակներն են գնալու, ինչպես որ իրականացվել է բոլոր փոստային գործառույթները, այդպես շարունակվելու է իրականացվել։ Փոփոխությունը սակայն մարզը սպասարկող Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները խնդրի առնչությամբ դիմում են հղել երկրի նախագահին և սպասում են պատասխանի։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Սեպտեմբերի 29-ին Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնում անցկացվել է զբաղվածության ֆորում, որը կազմակերպվել է Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից։ Ֆորումի նպատակն է ներկայացնել գործատուների հետ համագործակցության ակտիվացման համար նախատեսված ծրագրերը։ Ֆորումին մասնակցել են նաև զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալը։ Գործատուներին ներկայացվել են բոլոր այն ծրագրերը, որոնց միջոցով գործազուրկին հնարավորություն է տրվում ձեռք բերելու աշխատատեղ։ Գործազրկության մակարդակով Շիրակի մարզն ու Գյումրին հանրապետությունում առաջին տեղերում են։ Այդ նպատակով Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում մշակվում և իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծման ու գործազուրկների թվի նվազմանը։ Կենտրոնն այդ ծրագրերի միջոցով ակտիվ կապ է ստեղծել գործատուների և գործազուրկների միջև։ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից կազմակերպված ֆորումի ընթացքում ներկայացվեցին դրանցից մի քանիսը, որոնց շրջանակներում 96 մարդ գտել է աշխատանք։ Հիմնական աշխատանքը զբաղվածության գործակալության հիմնական աշխատանքը դա գործատուների հետ է կապված։ Մինչդեռ միաժամանակ նաև մենք աշխատում ենք աշխատանք փնտրողների հետ։ Բայց անկախ ամեն ինչից մեր նպատակաուղղվածությունը, մեր այսինքն այն ծառայությունները, որոնք որ մենք
գործատուին, այսինքն ձեզ։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մեր համագործակցությունը, մեր երկխոսությունը ստացվի։ Այս ծրագրերը ինքնանպատակ չեն կանում, ելնում ենք առաջնահերթ ձեր առաջարկած ստապուր աշխատատեղերի պահանջարկից։ Այսինքն, եթե գործատուն դիմում է պետությանը մեզ և հայտնում է իր ունեցած ստապուր աշխատատեղը, մենք այդ ստապուր աշխատատեղը առաջարկում ենք լրացնել նաև այս ծրագրի շնորհիվ։ Կենտրոնի տնօրեն Ամալիա Ադամյանը խոսելով զբաղվածության աջակցության պետական ծրագրերի մասին նշեց, որ բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում։ Մեկ անձի համար մենք վճարում ենք, որպեսզի ձեր մասնագետները ձեր կազմակերպության մեջ հնարավորություն ունենան այս մարդուն որոշակի հմտություններ փոխանցել, ավելացնել այս մարդու հմտությունը և նրան տեղավորել ձեր մոտ շարունակել աշխատել և այս ծրագրի համար մենք մեկ տարի ժամանակահատվածով պայմանագրիր ենք կնքում գործատուի գործազուրկի և զբաղվածության կենտրոնի միջև։ Համագործակցված փորձերի մասին խոսեցին գործատուները, ինչպես նաև հանդես եկան մի շարք առաջարկություններով։ Զբաղվածության աջակցության պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է նաև աշխատանքի տոնավաճառ, հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում, այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում գործազուրկին, սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցություն, մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում և աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցություն։ Եթե անձը գործազուրկը ուզում է իր ձեռնարկատիրությամբ զբաղվել, իր գործը հիմնել, մենք պետությունը ունի հնարավորություն աջակցել այս մարդուն մինչև 1 միլիոն դրամի, ուրեմն աջակցության միջոցով կա հանձնաժողով, գործող հանձնաժողով, միանձնյալ որոշում հանձնաժողովն է որոշում, եթե այս ծրագիրը գործող է, կարողանում ենք տեսնել իր արդյունքները, ուրեմն դրական եզրակացություն է դրվում այդ հանձնաժողովի մեջ, նաև մեր ծառայության ներկայացուցիչներն են, այնպես որ ծրագիրը արդեն ներկայացվում է ֆինանսավորման։ Մենք 500,000 միանվագ տալիս ենք գործիքների հիմնական միջոցների համար գումար, մնացած 500,000-ը մենք տրամադրում ենք տարբեր այլ ծախսեր և սա ընթացքից է, 2 տարվա ընթացքում է տրամադրվում աշխատավարձից, հարկերի տեսքով, եթե ինքը լրացուցիչ աշխատող է վերցնում կամ տարածք
դասավճար ենք տալիս, այսինքն սա տեսեք գործուն աջակցությունը անձին մինչև 1 միլիոն դրամ գործին։ Այս տարի մենք ասեմ, որ նախորդ տարի մենք 4 գործազուրկ ենք ֆինանսավորել, այս տարի արդեն 4-ին ֆինանսավորել ենք, ևս լրացուցիչ 2-ին, հիմա բիզնես դասընթացների փուլում է և նույնիսկ ունենք հնարավորություն մինչև տարվա վերջ նորից մարդիկ ընդգրկելու։ Հյուրերի կարծիքով ֆորումի ընթացքում ներկայացված ծրագրերը երկկողմանի շահավետ են ինչպես գործատուների, այնպես էլ գործազուրկների համար։ Լուսինե Պողոսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը շրջաբերական է ուղարկել մարզի բոլոր հանրակրթական դպրոցներին և արգելել ցանկացած տեսակի տետրերի գործածումը և ուսուցման գործընթացը կազմակերպելու համար դրամահավաքը։ Աշխատանքային տետրերն այսօր չեն գործածվում դպրոցներում և ծնողից չի պահանջվում այլևս տետրերի գնման համար գումար ծախսել։ Չենք օգտագործում աշխատանքային տետրեր, վերցրել ենք 96 թեժտանի տետրեր, որը պետք է օգտագործենք մենք վերցրել ենք 96 թեժտանոց տետր, որը օգտագործել ենք մինչև դպրոցի ավարտը։ Աշխատանքային տետրերը կրթության գիտության նախարարության կողմից այս տարվա համար հաստատված չէ և ոչ մի տետր հաստատված չէ, այդ իսկ պատճառով դպրոցում նման տիպի տետրերի օգտագործումը բացառվում է։ Համաձայն Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության շրջաբերականի վաճառքում հայտնված տետրերը ներկայացված որպես կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն համապատասխանում 2015-2016 ուսուցարված ծրագրային նյութին և երաշխավորված չեն 2015-2016 ուսուցարվա համար։ Աշխատանքային տետրեր դնել, բաժանել դպրոցում է, այն կարող են կազմակերպել ծնողները տնային պայմաններում օգտագործելու համար։ Ես ասեմ, դրանով հետևանում է ծնողների բեռը, բայց որոշ առումով ծանրանում է ուսուցիչների բեռը, որ պիտի կարողանան կազմել թեմատիկ գրավոր աշխատանքներ յուրաքանչյուր դասարանի համար։ Ինչպես արդեն պարզ է, այս տարի աշխատանքային տետրերի համար այսուհետ ծնողը գումար չի ծախսելու։ Ծնողը գումար է ներդնելու դպրոցի միջին և ավագ դասարանների դասագրքերի ժամանակավոր ձեռքբերման համար։ Կրթության և գիտության նախարարությունն այս անգամ
ևս աշակերտների կողմից դասագրքերի օգտագործման համար որոշակի գումարներ է սահմանել։ Այս տարի ևս նախարարությունն ու կառավարությունն են որոշ փոխհատուցելու արտոնություններից օգտվող երեխաների դասագրքերի վարձավճարները։ Անվճար են միայն տարական ուղղակի դասարանցիների դասագրքերը։ Մենք ունենք անապահով երեխաներ, ունենք բազմատան երեխաներ, որոնց երեխաները ասենք 3-4 երեխա դպրոցում միանգամից սովորում են։ Այդ երեխաներին արտոնված դասագրքեր, արտոնված կերպով պաշտպանել են դասագրքերը։ Դասագրքերն օգտագործում են 5 տարի ժամանակով, դրանց պահպանմամբ պարտավոր են զբաղվել աշակերտները։ Երբ որ գրքերը հանձնում եմ, անպայման գրքերին հետևում եմ, որ հանկարծ մատիտով կամ քայջով գրվածներ չլինեն։ Նորմալ վերջնարդում են։ Անում եմ ամեն ինչ, որ լինի մաքուր, որ հաջորդ դասարանի երեխաներն էլ օգտագործեն մաքուր գիրք։ Գյումրու թիվ 6 և թիվ 9 դպրոցներում վստահեցնում են, որ դասագրքերի պակաս չկա։ Դպրոցում դասագրքերի պակաս չունենք։ Լրիվ բավարարված են բոլորը։ Այն ինչ պակաս էր դպրոցում երեխաներին չէին հասել, մենք այլ դպրոցներից ընդունման հանձնման ակտով ձեռք ենք բերում այդ դասագրքերը և բաժանում ենք երեխաներին այնպես, որ էական տարբերություն չկա հիմա, միայն տարական դասարանների օղակում փոքր ինչ դասագրքերի պակաս է ստացվում, ուրեմն պետական մակարդակով այդ հարցը պիտի լուծվի, մարզերից ավել դասագրքերը աշխատանք է կազմակերպում տեղափոխելու Շիրակ, որպեսզի կարողանան այդ դասագրքերը պակասը լրացնել, հատկապես առաջին դասարանների դասագրքերի մասին խոսքը։ Դասագրքերի վարձավճարների հավաքագրումը հանրակրթական պետական դպրոցներում արդեն սկսվել է։ Ուսման ընթացքում ծնողների կողմից դժվարություններ չեն նկատել դպրոցների տնօրինությունները։ Վարձավճարների հավաքագրման վերջնաժամկետը նշվում է նոյեմբերի 1-ը։ Անի Մկրտչյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարյանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք առաջադրվել։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հայաստանում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև անվճար բուժ-ծառայություններ մատուցելու նպատակով ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից Հայաստան կժամանեն կամավոր բժիշկներ։ Այսօր ԿՏՄ-ի տեղեկություններով բժիշկների խումբը Հայաստանում կլինի մոտորերս, ովքեր այստեղ կմնան հավանաբար մինչև հունվար։ Այսօր ԿՏՄ-ի աղբյուրի փոխանցմամբ բժիշկներն այցելելու են տարբեր մարզեր, որտեղ հիվանդանոցներում էլ իրենց հետ բերած ժամանակակից արկավորումներով ու նոր տեխնոլոգիաներով վերապատրաստման աշխատանքներ կիրականացնեն և նեղ մասնագիտական գիտելիքներով ու խորհուրդներով կօգնեն հայ բուժաշխատողներին։ Այսօր ԿՏՄ-ի տեղեկություններով խմբում ընդգրկված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ սփյուռքահայ բժիշկներ, թերապևտներ, նևրապաթոլոգներ, սրտաբաններ, օնկոլոգներ և այլ գետներ։ Այս նախաձեռնության հեղինակը ամերիկահայ բժիշկներն են, ովքեր Հայաստանում խնդրել են անվճար խորհրդատվություն տրամադրելու և բուժզննում անցնելու նպատակով համապատասխան հիվանդներ հավաքագրել։ Զնումն ու խորհրդատվությունը կլինեն բացարձակական վճար։ Չի բացառվում նաև, որ լինեն վիրահատություններ, բժիշկները խնդրել են ոչ մի հիվանդի չմերժել, իսկ գումար վերցնելու դեպքում Հայաստանը լքել։ Նշենք, որ այսօր ԿՏՄ-ին այս տեղեկությունը հաստատել են առողջապահության նախարարությունից, խոստանալով այլ մանրամասներ տրամադրել ավելի ուշ։ Իսկ մեր թողարկումը սպառված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, տեսություն։